Աշխարհի հայությունն այս օրերին ոգեկոչում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանված հայերի հիշատակը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են գալիս հայեր աշխարհի բոլոր ծայրերից, նաև օտարերկրացիներ, մարդիկ, որոնց համար հայոց ցեղասպանությունը մարդկային աղետ է։ Ցանկացած ազգի ցեղասպանություն դատապարտվում է նորմալ ցանկացած մարդկանց կողմից։ Այդ իսկ պատճառով ես այսօր այստեղ միայն հայուհի չեմ, միայն իմ խոնարհումը չեմ, միայն իմ ազգի հիշատակը չեմ։ Նույնը եղել է Օսվենցիմում, Բուխենվալդում, Աֆրիկայում 45 թվից հետո, երբ որ Անգլիան եւ մյուս ուժերը ովքեր կային ցեղասպանություն արեցին Միջին Աֆրիկան, մենք հիշում ենք մերը, բայց մենք պարտավոր ենք մյուսներին հիշել առհասարակ։ Բոլոր մարդիկ պետք է հասկանան, Աստծո առաջ մենք բոլորս մարդ էակ ենք, հավասար ենք, եւ միայն բարությունն է, որ պետք է իշխի աշխարհում, եւ միայն մեր բարությամբ, մեր հավատով մենք կկարողանանք համայն աշխարհին ասել. ճանաչեք հայոց ցեղասպանությունը։ Հուշահամալիր բարձրացող մեր հայրենակիցները մեզ այդ զրույցում նշեցին, որ թեև այսօր եկել են ոգեկոչելու ցեղասպանված մեր հայրենակիցների հիշատակը, այդուհանդերձ առավել կարևոր է ներկայիս Հայաստանի ամրությունն ու կայունությունը, քանի որ ցեղասպանության հետևանքով աշխարհում սփռված հայության համար այսօր պետությունը իրագործված երազանք է։ Իմ պապիկս այն ցեղասպանությունը տեսել է, դիակների տակ է պարկել Վանում քանի օր եւ փախել է ցեղասպանությունից, բայց այսօր իմ զգացմունքները մի քիչ ուրիշ են։ Ես հույս ունեմ, որ այս խումբը, որ այսօր գալիս է եւ քայլում է, եւ Սփյուռքի հայերը նաեւ այսքան ուշադիր կլինեն Հայաստան ուժեղ Հայաստան կառուցելու հետ։ Որովհետեւ ցեղասպանությունը մեր համար կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է մեր երկիրը այսօր։ Եվ այս ջանքը եւ այս ուժը, որ այսօր տեսնում եմ, երբ որ քայլում եմ հազարավոր մարդու հետ, հույսով եմ, որ այս ջանքը եւ այս ուժը այս երկրի կառուցման հետ նաեւ կկապենք։ Մենք գալիս ենք այստեղ ոգեկոչում ենք, հիշում ենք մեր նահատակներին, անմեղ զոհերին, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ նույնքան 1.5 միլիոն այս տարիների ընթացքում են բացակայել մեր երկրից, այսինքն լքել են Հայաստանը։ Իսկ սա մեծ կորուստ է մեր համար, պետության համար մեծ կորուստ է։ Եվ մենք պետք է այդ արդարությունը դրսից պահանջելով նաև մեր ներսում պետք է այդ արդարությունը ստեղծենք, որ մեր հայրենակիցները չլքեն մեր երկիրը։ Նրանք հավատում են, որ մի օր հայի ցեղասպանության ճանաչման արդար պահանջը լսելի կդառնա եւ ոչ միայն ճանաչման պահանջը, այլև հայրենատիրության։ Սա առաջին անգամն եմ արդեն, որ իբր ապրիլ 24 օրով ներկա կտվին, որ ես Ծիծեռնակաբերդում արդեն մենք որ հիմա Սուրիա հայեր ենք գանցնենք երկրորդ չարտը Սուրիայի մեջ, որ ունեցել ենք արդեն հիմա նորեն մեր Սուրիա հայերու մեջ նահատակներ Սուրիայի բարականերում։ Բայց ես կհավատամ, որ մի օր պետք է բոլորը ճանաչեն եւ պիտի ճանաչեն։ Բայց մենք հուսահատենք եւ պիտի բայկարենք, որպեսզի բոլորը ճանաչեն այս թեմքին։ Այո, եկած ենք բոլորնից այս միտքը դալու, բոլորնից նույն կապարին ենք եւ այլն։ Ով որ չի ճանաչել, բայց մի օր պիտի ճանաչե։ Թուրքինա ասելիքներ ունենք, որ մի օր գլուխի դավիդիկա եւ մոդ է ու ժամանակը գալիք է արդեն։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը աշխարհով մեկ ինձ համար որևէ արժեք չունի, եթե այն չի հետապնդելու հայրենատիրության, պատմական հայրենիքի վերատիրման հարց։ Եթե ինչ-որ մենք պետք է ընդամենը Թուրքիայից, այսօրվա Թուրքիայից ինչ-որ մի հատ խեղճ ու կրակ ներողություն կորզենք, դա կոնկրետ ինձ որպես հայ մարդու նույնիսկ ամոթ է։ Ես գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչումը նախ եւ առաջ պետք է հետապնդի հայրենատիրության հարց։ Եթե չկա օրակարգում դա, ուրեմն ավելի լավ է մենք ամեն 24-ին գանք Ծիծեռնակաբերդ մեր զոհերին հիշենք, քան թե քաղաքական ուրացկանությամբ զբաղվենք, որ ինչը Թուրքիայի ներողությունը մեզ ինչ է տալու, ես չեմ հասկանում։ Չեմ ուզում ավելորդ խոսքեր ասել, որովհետև իսկապես ինքը ապրիլի 24-ը մեր մեջ է։ Ամենայնպես ես ինչ ծնվել եմ, հետո լսել եմ, հետո միշտ այցելել եմ այստեղ։ Խնդիրը բոլորիս էր հետաքրքրում էր այն առումով, եթե երբ որ սկսում ենք հետաքրքրվել ինչպես եղավ։ Ի վերջ, ոնց որ թե չենք կարող ազատվել այս զգացմունքներից եւ չենք էլ ազատվել, որովհետեւ մեր պարտն է այն մարդկանց արժեվ ովքեր 15 թվականին դարձան թուրքական ջարդի զոհերը։ Եվ այս առումով
ոնց ասեմ, պարտավորություններ տեղին չի։ Միակ բանը, որ կարող ենք անել, երևի սա է, այցելել այստեղ մեր հարգանքի տուրքը մատուցել այն 1.5 միլիոն զոհվածներին 15 թվականին ցեղասպանության տարիներին։ Եվ երկրորդը երևի պարտավորություն իսկապես, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ իսկապես այս ցեղասպանության ճանաչվի աշխարհում բոլորի կողմից եւ հատկապես հարևան երկիր Թուրքիայի կողմից։ Ի վերջո մենք հարևաններ ենք, տեղի ունեցել 100 տարի մոտ առաջ այս դժբախտությունը եւ մենք իրենք պարտավոր են իսկապես ճանաչել ցեղասպանության փաստը եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա իրականություն դառնա։